Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Խոսրով գետի աջ ափին, Կոտուց լեռան հարավ-արևելյան լանջին է գտնվում ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը, որը ժամանակին մի մասն է կազմել Ուրց քաղաքատեղիի և գտնվել է նրա հյուսիս-արևմտյան եզրին։ Միջնադարից հայտնի Ուրց քաղաքը, բերդը, Ուրց անվամբ գավառը, գետը, լեռնաշղթան և բնակավայրը հիշատակվել է որպես ավան կամ գյուղաքաղաք։ Ուրծյաց էր կոչվում նաև նախարարական այն տունը, որը տիրում էր համանուն գավառին։ Առանձնապես ծաղկուն ու բարգավաճ է եղել 4-ից 7-րդ դարերում և 12-ից 15-րդ դարերում։ Ունեցել է 4 եկեղեցի, 4 թաղամասեր, միջնաբերդ և ամրոց։ Տափի ամրոցը կառուցվել է 10-րդ դարում, շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի 4 անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող աշտարակներով։ Պարսպի ներսում է գտնվում նաև 13-րդ դարի եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է, կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով։ Եկեղեցու հյուսիսային պատին 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է Տափ տեղանունը։ 1496 թվականին Տափի եկեղեցին հիշատակվում է որպես գրչօջախ։ Այստեղ Բարսեղ գրչի ձեռքով գրչագրվել է մի սաղմոսարան։ Չախալաբերդ Չախալաբերդ ամրոցը, որը հայտնի է նաև Բազաբերդ անվամբ, գտնվում է Լոռու մարզում։ Պատմիչ Վարդան Արևելցու վկայությունների հիման վրա նշվում է, որ բերդը կառուցել է Հայկ Նահապետի թոռ Բազը։ Ըստ այլ աղբյուրների, այն կոչվել է նաև Բուզ։ Բազաբերդ ամրոցը գտնվել է Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Տաշիր ձորափոր գավառում, շրջապատված է հին բնակավայրերի ավերակներով և խիտ անտառներով։ Ամենավաղ հիշատակությունները բերդի մասին հանդիպում ենք պատմիչ Վարդան Արևելցու մոտ, որից երևում է, որ Բագրատունյաց Աշոտ ողորմած թագավորից հետո Բազաբերդը անցնում է Կյուրիկյան թագավորության հիմնադիր գուրգերին, այնուհետև անցնում է Զաքարյաններին։ Բերդ ամրոցը մեզ է հասել ավերված վիճակում։ Համեմատաբար լավ է պահպանվել միջնաբերդը և ներսում բոլորակ հատակագծով սենյակներ ունեցող կիսաբոլորակ երկու աշտարակներով հզորացված արևմտյան պարիսպը։ Արևելյան պարսպին կից ներքուստ առկա են քառանկյուն հատակագծով մի քանի սենյակների մնացորդներ։ Պարիսպների շարվածքը իրականացված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով։ Բերդն ունի երկու մուտք՝ արևելյան ու արևմտյան։ Գլխավորն արևելյանն է, կրկնահարկ կամարով։ Վերին կամարը կրկնակի լայն է ստորինից և փոքր-ինչ ետ ընկած, ծառայել է մուտքը պաշտպանելու համար։ Միջնաբերդի հյուսիս-արևմտյան պարսպին կից առկա են կացարանների և օժանդակ շինությունների մնացորդներ։ Միջնաբերդի սահմաններից դուրս բերդի հարավային ու արևելյան հատվածներում պահպանվել են պարիսպների մնացորդներ, որոնք նույնպես ամրացված են եղել բուրգերով ու աշտարակներով։ Ամրոցը շրջապատված է եղել 10-ից 12 մետր բարձրությամբ, 2-ից 3 մետր հաստությամբ բրգաշար պարսպով։